հնարավոր է արդյոք կարգավորել հորմոնալ ֆոնը առանց դեղորայքի օգտագործման։ Իհարկե միանշանակ։ Առաջին հերթին ինչ էր հարկավոր մեզ նորմալ կյանքի կենսունակության եւ այլն կորեկցիա, կարգավորում կյանքի ապրելու որակի, ապահովելու որակը։ 1. Երկրորդը 7-ից 8 ժամ, գոնե 6-ից 7 ժամ քունը շատ կարևոր է, որպեսզի առավոտյան արթնանալ թարմ եւ այլն, աշխատունակ։ Չարաշահումը ալկոհոլի։ Երբ ալկոհոլը տղամարդն օգտագործում է, իրեն թվում է փիղ։ Ինքը ամեն ինչի ընդունակ է, իրականում ամեն ինչ թուլացավ ու վատացավ, եւ ալկոհոլը քրոնիկական ձևով օգտագործումը շատ կարևորագույն պայմաններից մեկը սեռական ֆունկցիայի անկման։ Ցավոք սրտի չեմ պատկերացնում խմող տղամարդիկ։ Իհարկե ծխել է նույնպես, որովհետև սեղմում է անոթները, այնինչ նորմալ սեռական ակտի համար մեզ հարկավոր է, որ այդ անոթները լինեն լեցվեն արյունով եւ այլն։ Ֆիզիկական ակտիվության բացակայությունը եւ վերջապես ստրեսները, այսինքն էմոցիոնալ ֆոնը ստրեսային պետք է կորեկցիա ենթարկի։ Ամեն մարդ կարողանա իր օրգանիզմը ղեկավարել, ամեն մի ստրեսին չի ենթարկվի։ Այսինքն փորձի հաղթահարել դա, որովհետեւ ցավոք սրտի քրոնիկական ստրեսները նույնպես բերում են սեռական թուլության։